Հայաստանի Հանրապետության վարչապետի որդին Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներով է հանդես եկել։ Անհնար է անհամաչափ արձագանք տալ նրան, ինչ այսօր տեղի ունեցավ։ Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն ու հավանական է, որ երբեք էլ չտեսնի։ Հիբրիդային պատերազմ փաստորեն ոչ միայն կա, այլ դրա նախաձեռնող կողմի մտքերի ընթացքը անհնար է ըմբռնել ամբողջ երևակայությամբ։ Անհնար է երևակայել, որ մարդը, որևէ մարդ նման բանի մասին կարող էր ոչ միայն մտածել, այլ լրջորեն պլանավորել, պատրաստվել։ Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու, միշտ, հանրությունը, պետությունը, բոլորը պետք է պատշաճ արձագանքեն սրան, իսկ թե ինչ քաղաքական բանավեճ տեղի կունենա այդ ժողովրդավարության պայմաններում, ձեր խնդիրը չի։ Այս մարդիկ Հայաստանի հանրային կյանքում պետք է չլինեն, չկա սրան որևէ այլ պատշաճ արձագանք։ Ամեն ինչ խաղաղ ու իրավական, բայց այս էջը Հայաստանում պետք է փակվի, ընդմիշտ։ Մեկ այլ գրառմամբ Աշոտ Փաշինյանը գրել է. «Սրա մասշտաբները իսկապես անհնար է պատկերացնել ու ինձ ապշեցնում են այն բոլոր մարդիկ, քաղաքագետները, քաղաքական դերակատարները, ովքեր անկողմնակալ արձագանք են տալիս սրան։ Մարդիկ մեր փողոցներում ուզում էին արյուն հոսա, ավելի շատ արյուն, քան որևէ մեկը երբևէ ուզել էր։ Ուզում էին այդ արյունը հոսա միակողմանի, իրենց ձեռքով։ Ու վերջ։ Նրանք քաղաքացիական պատերազմ անգամ չէին հրահրում, նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներևակայելի չափի ու ձևի։ Սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել, այս էջը Հայաստանում պետք է փակվի ու վերջ։ Իսկ այն, ինչ արեց այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, ուղղակի անհնար էր ամենասյուր երևակայությամբ անգամ ըմբռնել»։